Երեք քննչական կոմիտեն հրապարակեց ձայնագրություններ, որոնցում իբրև թե Բագրատ Սրբազանը պետական հեղաշրջում եւ ահաբեկչություն էր կազմակերպում, թեև դրա մասին վկայող որևէ դրվագ չկար։ Այնուամենայնիվ հրապարակվեցին առգրավված զենքերի լուսանկարներ, որոնցից շատերի հետ թույլտվություններ կային կցված, իսկ հետո էլ հրապարակվեց մի թուղթ, որի վրա պաշտոններ ու անուն ազգանուններ էին գրված։ Այժմ Բագրատ Սրբազանն ու իր 1 տասնյակից ավելի կալանավորված համախոհները մեղադրվում են հեղաշրջման եւ ահաբեկչության փորձի մեջ, բայց հրապարակված ձայնագրությունները որքանով են վկայում ահաբեկչության կամ հեղաշրջման մասին, հարցրինք բազմափորձ քննիչ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին։ Որպեսզի շատ ավելի քաղաքական ենթատեսներ չտամ այս իրավիճակի, պետք է պարզապես հստակ դնել, թե ինչ են հրապարակել։ Տեսեք, առաջին հերթին հրապարակվեց ինչ-որ հեղաշրջման պլան, հեղափոխություն իրականացնելու պլան։ Այդ պլանը կարելի ասել 3-րդ դասարանի մակարդակի ձևակերպված փաստաթուղթ էր, որը ես համոզված եմ կազմակերպվել է դրանց ուսապարկային սուբյեկտներից Վահագն Ալեքսանյան, Հայկ Օջորյան։ Այդ պլանը գլխավոր դատախազը ուղարկեց ոստիկանություն իբրև թե քրեական վարույթի նախաձեռնելու հարցեր ուտելու համար։ Եվ սկսեց բռնաճնշումները, հարձակումները, մարդկանց նկատմամբ լուրջ բռնություններ 37 թվականից սկսած նման բռնություններ չէր եղել, այն առումով որ դերևս Սրբազան 37 թվականից հետո Հայաստանում չէր կատարվում դերպակալվել։ Եվ հիմա այս անձիկ այս գործողությունը, որ հեռախոսային ձայնագրություններ չէ հրապարակվեցին կարծես թե։ Դրանք ես կարծում եմ ներքին դիտման գործողություն է, բայց ոչ օրինական եւ ոչ օրինական։ Դուք իրավաբանական տեսանկյունից որ նայենք, տեսնենք այս հարցը ապացույց կարող է դիտվել այն փաստական հանգամանքը, որը ձեռքբերվել օրինական ճանապարհով։ Հետևաբար այս լսումները, եթե իրականացվել են ներքին դիտման արդյունքում ընդունենք, պետք է դատարանի որոշմամբ իրականացվել, որը կարողանար իրավական առումով օգտագործելի եւ վաղը մեղադրանքի հիմքում օգտագործելու հնարավորություն։ Ըստ Թաթուլ Պետրոսյանի հրապարակված ձայնագրությունները ապացույցներ չեն։ Երկրորդ, այդ հրապարակումներից հետո Սրբազանի հետ կապված մի շարք անձիկ էր ձերբակալվում այն երկրորդ կալանավորում։ Ձայնագրությունները նախ, որպես այդպեսին, ապացույց չեն, մեկ։ Եվ երկրորդը, այդ ձայնագրությունների ժամանակ պետք է տարանջատել, արդյոք ով ինչ է խոսացել։ Եթե նրանք մտերիմ են եղել Սրբազանից, ես էլ մտերիմ եմ եղել։ Դա չի նշանակում բոլոր մտերիմներին հավաքել եւ ասել, որ դուք աջակցել եք այդպիսի առերևույթ հանցագործությանը։ Եվ ամենակարևորներից մեկը, սա, ինչպես նշեցի, ոչ իրավաչափ հանգամանք է եւ օրինական ճանապարհով ձեռքի բերվել։ Հետևաբար այդ հանգամանքը որպեսզի իրավական ձևակերպում ստանար, նշանակում է պետք է դա նշանակվել համապատասխան փորձաքննություն։ Այն առումով որ պարզեն վերջին հաշվով այդ ձայնագրությունները իրապես արկա է Սրբազանի կամ մեկ այլ անձի ձայն։ Առանց դրա որպեսզի այդպեսի նման հանգամանքը պարտադիր ապացուցում է բացառապես փորձաքննությունների միջոցով։ Ասում է որ դատախազը, քննիչը կամ ոստիկանության ծառայողը, առավել եւս դատավորը Մասիս Պետոնյան կոչվածը, որին վաղը ճանաչում եմ, նախկինում եղել է քննչական ապարատի աշխատանք եւ նշեմ, որ բացարձակապես այն սուբյեկտը չի, որ կարողանա նման անձանց դատավարություն վարել։ Եվ իմանանք իրենց բոլորը իրենց դրել է փորձագետի տեղ եւ հավաստիացած հիմնավորված նշում են, որ Սրբազանն է այդ ձայնի տերը եւ Սրբազանն է խոսում այդ ձայնով։ Դա ամենակարևոր հանգամանքն է։ Եվ նման պայմաններում տանում են անձին կալանավորել։ Արդարադատության գեներալը ուշադրություն է հրավիրում ձայնագրություններում հնչող լեքսիկոնին։ Բազմիցս խոսել ենք եւ բազմիցս բոլորն էլ լսել են Սրբազանի խոսքը ելույթը մտքերը, ճիշտ է։ Եվ թեվենա իր բառապաշարում, իր բառամթերքում, այնպեսի բառեր ինչպեսին ռումբն է, ժողովուրդը էշ է եւ այլ ձևակերպում է երբևէ չի տվել։ Այսինքն նա խոսույցում նման բառեր չկան։ Անօրինականության առումով այս սա ամենաբացարձակ խնդիրն է, որ մենք ունենք այսօր։ Այսինքն սարքած ձայնագրություններ են։
Բացարձակապես ես ինքս թեկուզ սիրողական աչքերով որ նայում եմ սա, բացարձակ կարելի ասել արհեստական ինտելեկտի օգտագործման միջոցով ձևակերպված փաստաթղթեր են։ Այնտեղ կան բավականին լուրջ խնդիրներ, ձայնի տատանումներ, ձայնի էլեմենտների բարձրացում, իջացում, կտրտվածություններ, կոնտեքստից կտրված կոնտեքստից կտրված կոնկրետ մտքեր, որոնք չէին կարող երբևէ դրվել որևէ անձի մեղադրանքի հիմքում։ Այսինքն ես նշեցի բոլոր հիմքերը, որոնք սրանք բացարձակ անօրինականության հետ սկզբունքն է, որ չի կարող անձին մեղադրանք առաջադրվել, այն առումով, որ նա ինչ-որ մեկի հետ ինչ-որ մտքեր է խոսացել։ Նկատեք նաև օգտագործում է impeachment բառը, չէ՞ ձևակերպելով։ Ինչ հակաօրինական, ինչ հեղաշրջման գործողություններ, եթե մարդը օգտագործում է impeachment, որը օրինական ճանապարհով իշխանապողության հասնելու միջոց է։